Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահի հրավերով հունիսի 20-ին կմեկնի Թուրքիա։ Ալեն Սիմոնյանը նշել է, որ այցը պատմական է եւ վարչապետը առաջին անգամ է նման մակարդակի այց կատարելու։ Համաձայն եք, որ սա պատմական այց է, ինչ կարող ենք ակնկալել այս այցից։ Պատմական է, թե պատմական չի, երևի արդյունքներից, երևի դերասանտանձնավորությունը նկատի ունի, որ հրավերով Հայաստանի վարչապետը այց է կատարում Անկարա։ Երևի միայն այդ փաստը նկատի ունի։ Ինչ արդյունքներ ակնկալել, դժվար է ասել, որովհետև առաջին հիմա շատ կապություններ են գնում ամբողջ աշխարհում եւ հատկապես մեր տարածաշրջանում։ Եվ ոչ ոք չգիտի մի օր հետո, երկու օր հետո ինչ դասավորություն է լինելու եւ ինչ process-ներ են լինելու։ Դրա համար եթե միջև այդ էլ ինչ-որ պայմանավորվածություններ են եղել, հիմա իհարկե դրանց մասին խոսել հնարավոր չէ, որովհետեւ մենք պերմանենտ փոխությունների փուլ ենք մտել։ Եվ այդ ինչ-որ կատարվում է Իրանում, դա մարտահրավեր է եւ Թուրքիայի համար, եւ Հայաստանի, եւ Ադրբեջանի, եւ ընդհանրապես մյուս երկրների համար, հատկապես Իրանի հարևան երկրների համար։ Դրա համար արդյունքների մասին խոսելը ուղղակի բացարձակ անիմաստ է։ Այլ բան թե ժամանակին ինչու է այդ կազմակերպվել, այնպիսի տպավորություն է, որ Թուրքիայի կառավարության մեջ կան տարբեր տեսակետներ, եւ այդ տեսակետներից մեկն այն է, որ Հայաստանի հետ ինչ-որ ձևի հարաբերություններ կարգավորեն, եւ կան նաեւ այլ խմբեր, որոնք դրան դեմ են, եւ դրան դեմ է նաեւ Ադրբեջանը, որը փորձում է լրացուցիչ զիջումներ գործել եւ հանգարում է հայ-թուրքական հարաբերությունները ինչ-որ առումով կարգավորելուն։ Այդ լոբիստական մի խումբը, որը ուզում է Հայաստանի ինչ-որ ձևի կարգավորել հարաբերությունները, իրենք այս այցը կազմակերպել էին եւ համոզել են Թուրքիայի նախագահին, որ Հայաստանի վարչապետին հրավիրի։ Բայց ինչ էլ պլանավորված չլիներ, հիմա այդ ամեն ինչը արդեն երկրորդական է, որտեղ տվյալ փոփոխությունները շատ մեծ են։